Դերասան Լևոն Մկրտչյանն ու նրա կինը, դերասանուհի, ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանը վերջին շրջանում հանրության կողմից մեծ սեր և ճանաչում են ստացել։ Բազմիցս նշել ենք, որ Լևոն Մկրտչյանի ինստագրամյան անձնական էջը հիմնականում աշխատանքային գործունեությանն է նվիրված, և անձնական հրապարակումներ այնտեղ գրեթե չես հանդիպի։ Սակայն նույնը չենք կարող ասել Էվելինա Ստեփանյանի անձնական հարթակի մասին։ Էվելինան հաճախ է իր էջում անկեղծ ու ջերմ հրապարակումներ անում, կիսվելով Լևոնի իրենց համատեղ կյանքի, երեխաների հետ լուսանկարներով և հոլովակներով։ Չենք կարող չնշել նաև, թե Լևոնը հարցազրույցներում ինչպիսի ջերմությամբ, հոգատարությամբ ու սիրով է խոսում քույրիկի երեխաների մասին։ Մի անգամ, երբ Էվելինան տեղադրել էր երեխաներից մեկի լուսանկարը, շատերը այն նմանացրել էին Լևոնին։ Ի պատասխան Էվելինան նշել էր, որ կցանկանար և կարծում է, որ իր ու Լևոնի ապագա փոքրիկն էլ հենց այդպիսին է լինելու։ Այս ամենից բազմիցս պարզ է դառնում, որ զույգը երեխաների նկատմամբ անտարբեր չէ։ Հատկանշական է նշել, որ Լևոն Մկրտչյանն ու Էվելինա Ստեփանյանն արդեն մի քանի ամիս է ինչ ամուսնացած են։ Իսկ նրանց հետևորդները սրտադրոփ սպասում են, որ գեղեցիկ ընտանիքում համալրում լինի։ Լևոն Մկրտչյանի քրոջ Անժելիկայի դուրսգրման արարողությունից հետո առաջին անգամ սոցիալական հարթակներում տարածվել է նրանց ընտանիքի համատեղ լուսանկարը։ Նկարում Անժելիկան է, նրա ամուսինը ՔՊ պատգամավոր Էդգար Հակոբյանը, 3 որդիները և նորածին դուստրը Սոֆիան։ Star News-ն արդեն ներկայացրել էր փոքրիկի դուրսգրման արարողությունը։ Նշենք, որ Լևոնի քույրը, ով արդեն 3 որդի ունի, այս անգամ աղջկա մայրիկ է դարձել։ Star News-ը սիրով շնորհավորում է գեղեցիկ ընտանիքին։ Փոքրիկին անվանակոչել են Սոֆիա։ Տղաները մեծ ոգևորությամբ են դիմավորել մայրիկին, նվիրելով ծաղկեփնջեր, լցնելով հիշարժան օրը հուզմունքով և ուրախությամբ։ Կադրերում երևում է նաև Լևոնի մայրիկը, ով ևս ներկա է գտնվել աղջկա դուրսգրման արարողությանը։ Իսկ արդեն հիվանդանոցից դուրս ընտանիքին սպասում էր գեղեցիկ ձևավորված անկյուն՝ շեշտադրված վարդագույն փուչիկներով, արջուկներով և Սոֆիե անունով տորթով։ Առաջարկում ենք դիտել այս ջերմ և բարությամբ լեցուն հոլովակն առանց մեկնաբանության։ Վիքենդ հաղորդման հերթական եթերի հյուրերն էին դերասան Լևոն Մկրտչյանը և դերասանուհի, ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանը։ Star News-ը հետևեց զրույցին և առանձնացրեց ամենահետաքրքիրը։ Նորաստեղծ ընտանիքի առավոտը սկսվում է նախաճաշով։ Լևոնի խոսքով կինը շատ համեղ է պատրաստում։ Դետոքսային ինչ-որ ֆրեշներ։ Ես էլ սովոր չեմ էդ ամեն ինչին, որովհետև մեր տանը ավանդական կարագ պանիր, պոմիդոր։ Էվելինան նշեց. Ուզում ենք առողջ ծնվենք, որովհետև այդ գրաֆիկով աշխատելիս մաքսիմալ քեզ լավ պիտի նայես առաջինը։ Խոսելով զբաղվածությունից և ժամանակի սղությունից Էվելինան պատմեց. Որոշեցինք մեր ամուսնության 1 ամիսը մոտորերը նշեինք և նաև դիտեինք ֆիլմ։ Օրվա ընթացքում շատ ենք աշխատում և հնարավոր չի լինում իրար հետ ժամանց ունենալ։ 3 փոքրիկ առիթ էր։ Էվելինա Ստեփանյանը հարցազրույցներում հաճախ է նշում Լևոնի խանդոտ լինելու մասին։ Այս հարցազրույցը ևս բացառություն չէր։ Երբեմն Լևոնի կողմից արգելքներ լինում են։ Ինքը մի քիչ խանդոտ տղամարդ ա։ Ես էլ իբրև դերասանուհի շատ պահպանողական եմ։ Գիտեմ իմ չափը։ Գիտեմ ինչ պիտի անեմ, գիտեմ ինձ հարմար ա, հարմար չի։ Մենք շփվում ենք ավելի շատ որպես ընկերներ, իբրև ամուսիններ։ Եվ ոչ թե դերասաններ, դերասան-ամուսիններ։ Զույգը վերջին շրջանում եղել էր նաև Live Room հաղորդման հյուրը։ Ներկայացնենք հարցազրույցից մի փոքրիկ հատված։
7 տարի ընկերությունից հետո զույգը մի տարի առաջ ծախսավորվել է, ինչը Լևոնի խոսքով տուն գնելու նպատակով է եղել, այժմ արդեն պատրաստվում են ամուսնության։ Երբ Լևոնի եւ Էվելինայի համատեղ լուսանկարները հայտնվեցին համացանցում, մարդիկ շնորհավորելու փոխարեն սկսեցին բացասական մեկնաբանություններ գրել։ Ինչպիսի անդրադարձ ունեցավ սա Էվելինայի վրա։ Ես ու Լևոնը հենց սկզբից որոշել էինք չերևալ հանրության առաջ, բայց հետո հասկացանք, որ անիմաստ է։ Շուտով լինելու է հարսանիք, ունենալու ենք բազմաթիվ հյուրեր եւ բոլորին կառավարել դժվար կլինի։ Որոշեցինք ավելի լավ է մեզանից իմանան։ Այս իրադարձությունը սկզբից մինչև վերջ ուսումնասիրելով դիտարկումներ ունեմ։ Առաջին հերթին Լևոնը շատ հմայիչ տղամարդ է, բնական է, երբ իրեն պիտի սիրահարվեն։ Պիտի պատկերացնեն իրենց աղջիկներին Լևոնի կողքին, դեռահասների համար դառնա իդեալ եւ այլն եւ այլն։ Հասկանում եմ նաեւ մարդկանց կտրուկ վերաբերմունքն իմ անձի շուրջ, որովհետեւ իրենք ունեին համոզմունքներ։ Որևէ մեկը իրեն էր պատկերացնում Լևոնի կողքին, մտածում էր, եթե ինքը չէ, գոնե իր պատկերացրած մի աղջիկ։ Մեկը բաց մազերով, մեկը մի քիչ գեր, մեկը ցածրահասակ, մեկը ավելի սիրուն, քան ես եմ։ Գալիս է Էվան, ազգությամբ հայ եմ, բայց գուցե մի քիչ արտասովոր արտաքին ունեմ։ Իրենց համար եւ բնականաբար դա պիտի շարժի իրեն զայրույթը։ Բացասական գռեհկագույն խոսույթով մարդիկ ոչ այնքան երջանիկ են, կամ գուցե եւ դժբախտ են։ Մասնագիտական հարցում ունեցած հիասթափության մասին խոսելով Լևոնը նշեց. Մի բան հետ էր պահում, ներքին զգացողություն, չէի ուզում, Էվկան շատ էր համոզում։ Մի ժամանակահատված ա եղել հիասթափվել եմ մեր արվեստից։ Ինձ հաճելի չի եղել գտնվել այդ ոլորտի, այդ մասնագիտության մարդկանց հետ մի վայրում։ Ռոզին ունի իր անձնական կյանքը, Լևոնը իր։ Էկրանից մարդիկ շատ սիրեցին Հենրի Անգելինա զույգը։ Խանդում է արդյոք Էվան։ Իմ դեպքում նորմալ է, մի քանի հանգամանք ա նպաստում չխանդելուն, ես առհասարակ խանդոտ չեմ։ Եվ ինքնավստահությունս էլ թույլ չի տալիս խանդեմ։ Երրորդ պրոֆեսիոնալիզմը, որովհետև ինքս ունեմ նույն մասնագիտությունը։ Ինքը խանդում է, ես նույնիսկ ներկայացում ունեմ, որը մինչև այսօր չի նայել, որովհետև խանդում է։ Լևոնը խանդի պատճառի մասին խոսելով ասաց. Ես շատ եմ վստահում Էվային, վստահությունս էլ թույլ չի տալիս խանդեմ։ Երրորդ պրոֆեսիոնալիզմը, որովհետև ինքս ունեմ նույն մասնագիտությունը։ Ինքը խանդում է, ես նույնիսկ ներկայացում ունեմ, որը մինչև այսօր չի նայել, որովհետև խանդում է։ Լևոնը խանդի պատճառի մասին խոսելով ասաց. Ես շատ եմ վստահում Էվային, էդ չի խնդիրը միանշանակ, գիտեմ, որ ինձ շատ է սիրում։ Իմ մեջ էլ եմ շատ ինքնավստահ, էդ էլ չի խնդիր, ուղղակի չեմ վստահում տղաներին։ Ինչը վերաբերվում է իմ կնոջը, լինելով ինքս տղա, ինչ-որ դեպքերում հասկանում եմ, որ տղամարդիկ ունեն սահման, որը շուտ-շուտ կարում են հատեն։ Ես չեմ վստահում այդ մարդուն, որ իրա կողքով անցնում է։ Որպես տղամարդ նայում եմ, եթե ինքը իմ կնոջ կողքին է, իմ թշնամին է։